Այս դատական համակարգով ոնց ենք պատրաստվում 2026 թվականի ընտրություններին, երբ որ այդ ընտրությունների արդյունքները այս կամ այն կերպ պիտի վիճարկվեն դատական ատյաններում։ Այս դատական համակարգը ամենամեծ թշնամին է մեր երկրի եւ մեր ժողովրդի եւ այն սպասումների եւ այն ակնկալիքների, որոնք ի վերջո 2018 թվականի հեղափոխության հիմքում են դրված։ Սահմանադրական փոփոխությունները նաև դրան չեն միտված, պարոն Բաբաջյան, որ Իհարկե, բայց դուք ինձ չեք կարող համակարգում համոզել, որ գործող սահմանադրությունը մեզ արգելք է որևէ կերպ հանդիսանում, որ մենք այսօր դատական համակարգում վեթինգ իրականացնենք։ Ես պատգամավոր եմ եղել եւ այդ քննարկումների, փակ քննարկումների մասնակից եմ եղել, երբ որ ձեր նախարարը, գործող իշխանության նախարարը ինձ պնդում էր, որ գործող սահմանադրությունը խոչընդոտներ ունի վեթինգի իրականացման համար, խոչընդոտներ է ստեղծել։ Ես էլ ասեմ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջանգիրյանը, Դավիթ Խաչատուրյանը հակառակն էին պնդում որպես մասնագետներ եւ ասում էին, որ գործող սահմանադրությունը ոչ մի այդպիսի խոչընդոտ չի ստեղծել։ Այսինքն այդ լեգալիստական քննարկումներին եմ ներկա գտնվել, որտեղ ընդամենը վերջին քաղաքական խոսքը պիտի լիներ, մեկը պիտի խփեր սեղանին ու ասեր մենք գնում ենք այս ճանապարհով, մենք գնում ենք ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհով եւ այդ ճանապարհին դատական իշխանությունը կարգի բերելու խնդիրը ամենավճռականն է։